Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում մահացած հայտնաբերված 3-ամյա Տիգրան Հովհաննեսովին խեղդամահ է արել նրա հայրը։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների եզրույցում հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Կհիշեք, որ եղբայրը նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Ըստ Սարգսյանի հոր կողմից սպանությունը կատարելու վարկածը ի թիվս այլնի ուսումնասիրվում էր դեպքի առաջին իսկ օրվանից։ Նախարարը ընդգծել է, որ երեխայի որոնողափրկարարական գործողությունները սկսվել են նրա անհետացման վերաբերյալ ահազանգը ստանալուց անմիջապես հետո։ Երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Նախարարը հավելել է, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով։ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ դեպքից հետո անմիջապես կապ են հաստատել տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ ընտանիքում ապրող մյուս երեխաների նկատմամբ կոնկրետ որոշում ներկայացնելու համար։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն էլ հայտնել է, որ կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի եւ գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որը ձերբակալվել է։ Ներքին գործերի նախարարը խորհրդարանում անդրադարձել է նաև ոստիկանության նորաստեղծ գվարդիայի գործողությանը, շեշտելով, որ այն կշարունակի կատարել նաև պաշտպանության հետ կապված գործառույթը։ Հիմնական ֆունկցիոնալը հասարակական կարգի եւ անվտանգության ապահովումն է, հատուկ բեռների ուղեկցումը, պետական տարբեր պաշտոնատար անձանց մասով ուղեկցման գործառույթի իրականացումը, քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության աջակցման ֆունկցիան, ինչպես նաև պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունն է։ Սրանք է հիմնական ֆունկցիոնալը, բնականաբար սա ամփոփվում է նաև արտակարգ եւ ռազմական դրության շրջանակներում գվարդիայի կոնկրետ ֆունկցիոնալի իրականացմամբ։ Արփինե Սարգսյանը հավելել է, գվարդիայի սպառազինությունն ու տրանսպորտային միջոցները նույնպես ավելացրել են։ Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներին։ Ըստ նրա, այս տարի քաղաքացիություն ստանալու համար դիմելույության եւ այն շնորհելու վիճակագրությունը դրական տեղաշարժ է գրանցել։ Հիմնական տարբեր երկրներից ունենք պատկեր, ընդ որում թե ամերիկյան մայրցամաքից, այսպես ասեմ, թե եվրոպական հատվածից եւ որպես կանոն բնականաբար նույն ստուգման մեխանիզմն են անցնում բոլորը, այսինքն անկախ նրանից թե որ երկրի ներկայացուցիչի հետ գործ ունենք, հատկապես ցակումով հայերի դեպքում խորքային ուսումնասիրություններ ենք իրականացնում, մնացյալ դիմումատուների դեպքում եւս եւ ինչպես նշեցի, ունենք դիմելության աճ եւ նաեւ քաղաքացիության շնորհման աճ։ Ըստ ներկայացված վիճակագրության ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17180 անձի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով։ Միաժամանակ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը, ինչը 10.7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն շնորհված քաղաքացիությունների թիվը գերակշռում է։ Արփինե Սարգսյանը խոսել է նաև նոյեմբերի 2-ին Հովանավանքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների քանակից եւ նշել. Նմանատիպ թվակազմով ոստիկանական ուժերի ներկայացվածությունը միտված է նրան, որ հենց այդպիսի իրավիճակները կառավարելիության դաշտում լինել եւ միջանձնային շփումներում միմյանց նկատմամբ որևէ խոսակցությունը բնականաբար բացառվել չի կարող եւ եթե որևէ մեկը գտնում է, որ կա վիրավորանք, կա զրպարտություն, չգիտեմ, արժանապատվությունը նվաստացնող որևէ ռեակցիա, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ եւ անձին
կարող են դիմել դրա համար։ Արփինե Սարգսյանը հերքել է նաև մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն առաջիկայում ինքը կարող է պաշտոնանկարվել։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։